Մի շարք աղմկահարույց գործերով հայտնի փաստաբան Տիգրան Հայրապետյանը այսօր ինքն է հայտնվել հատուկ քննչական ծառայության թիրախում։ ՀԿՑ-ն փաստաբանին մեղադրում է սադրիչ հարցեր տալու և չափից ավելի միջնորդություններ ներկայացնելու համար։ Ազատության հետ զրույցում Հայրապետյանը տարակուսած էր. Հայաստանում օրենքը փաստաբաններին չի սահմանափակում միջնորդությունների հարցում, իսկ ինչ վերաբերում է սադրիչ հարցեր ձևակերպմանը, ապա այն փաստաբանին հիշեցրել է ստալինյան ժամանակները։ Հանցակազմ ընդհանրապես չի կարող այսպիսի հանցակազմ լինել։ Ընդհակառակը, եթե մենք կարդանք, այսպիսի գործողություններով խոչընդոտվում է փաստաբանական գործունեություն։ Տիգրան Հայրապետյանն է պաշտպանել բնապահպան Մարիամ Սուխուդյանին, ով ահազանգել էր Նուբարաշենի հատուկ դպրոցի ուսուցչի կողմից սաների նկատմամբ անբարո գործողություններ կատարելու մասին։ Այսօր էլ ի թիվս այլ գործերի հիմնադիր խորհրդարանի անդամների փաստաբանն է։ ՀԿՑ ուշադրության կենտրոնում է հայտնվել այն բանից հետո, երբ ստանձնել է Երևանի բնակչուհի Ժուլիետա Ամալիկյանի պաշտպանությունը, ում ոստիկանները բռնի տեղափոխել էին Ավանի հոգեբուժարան։ Իրավապաշտպանները պատահաբար էին հանդիպել եղբորը սեփականության իրավունքի շուրջ տարաձայնություններ ունեցող կնոջը, ով պնդում է, որ հոգեբուժարանում իրեն խոշտանգել են։ Մեկ ամիս հարկադիր բուժման ենթարկված կինը առողջ էր ճանաչվել այն բանից հետո, երբ նրա պաշտպանությունը ստանձնել է Տիգրան Հայրապետյանը։ Եվ ստացվեց, որ մեկ ամիս արդեն օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատվեց, որ Ժուլիետա Ամալիկյանին տեղափոխել են հիվանդանոց ապօրինի և հարկադիր բուժման են ենթարկել ապօրինի։ Մեղավորներին գտնելու համար հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել։ Քննիչը հրավիրել է Ամալիկյանին իբր առերեսման, սակայն ըստ փաստաբանի ոստիկանների միջոցով հարկադրաբար նրան փորձաքննության է ենթարկել առանց իր ներկայության։ Երբ 15 րոպե ուշացած գալիս է Հայրապետյանը, իրեն հայտնում են, որ փորձաքննությունն արդեն տեղի է ունեցել, իրենց համար պարզ է Ամալիկյանի հոգեկան վիճակը։ Ընդամենը մի քանի 3 հարց եմ ուղղել, որ չէ՞ որ դուք գիտեք, որ փաստաբան ունի ներկայացուցիչ, ինչու չսպասեցիք։ Սա լսելուց հետո փորձագետներից մեկը հասկացավ, որ իրավիճակը իրականում իրենք խախտում են կատարել, եւ մյուս փորձագետն էլ քննիչից զարմացած հասեց, ասեց ինչպես իրենք չգիտեին փորձաքննության կատարման օրը եւ ժամը, քննիչն ասեց, որ չգիտեին, հասկացան, որ խախտում է տեղի ունեցել, իրենք կանգնեցին, գլուխները թափարեցին, բացասական նայեցին քննիչին, ասեցին մենք չենք կարող շարունակել, հիմա գործեր ունենք։ Հայրապետյանը ասաց, որ այդ օրը փորձագետների հետ իր խոսակցությունը ձայնագրել է եւ հենց դրանից հետո էլ ՀԿՑ քննիչը նրա դեմ զեկուցագիր է գրել, մեղադրելով փորձաքննությունը խոչընդոտելու, սադրիչ հարցեր ուղղելու համար։ Դեռ մայիսին իր դեմ հարուցված այս քրեական գործի մասին Տիգրան Հայրապետյանը տեղեկացել է միայն 2 շաբաթ առաջ։ Փորձաքննությունը քննչական գործողություն չի եւ ես ամենամեծ ցանկության դեպքում չէի կարող միջամտել քննչական գործողություններին։ Բացի այդ, երբ որ ես միջնորդություն եմ ներկայացրել եւ իմ միջնորդությունը հենց դատախազն է բավարարել, ինչպես կարող է իմ գործողությունները անօրինական լինել։ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը զավեշտ բնութագրեց տեղի ունեցածը։ Քննիչը լինելով մրցակցության մյուս սուբյեկտը, մենք ունենք դատավարական մրցակցության սկզբում եւ այս պայմաններում քննիչը փաստորեն որոշել է իր մրցակցի, այսպես ասած, մրցակցից վրեժ լուծել քրեական գործ հարուցելու միջոցով։ Ես կարծում եմ, որ սա ուղղակի ճնշում է փաստաբանի նկատմամբ եւ փաստաբանների պալատը կանգնած է փաստաբան Տիգրան Հայրապետյանի կողքը եւ ամեն միջոց ձեռնարկելու ենք, որպեսզի այս զավեշտը վերացվի։ 2 օրվա ընթացքում հատուկ քննչական ծառայությունից այդպես էլ չարձագանքեցին այս մեղադրանքներին։ Փաստաբանի նկատմամբ քրեական գործի հարուցումը ակնհայտորեն հանդիսանում է հետապնդում փաստաբանական գործունեության նկատմամբ առաջի հերթին, որովհետև փաստաբանը իրականացնում է իր գործառույթները միջնորդությունների, փաստաթղթերի ներկայացման ձևով